նախագահ նախատուկ շնորհակալություն հայտնել այս հանդիպման հնարավորության համար, կարծում եմ մեր ներկա մանկավարժների համար իսկապես մեծ պատիվ է ուսուցչի օրվան ընդառաջ ձեզ հետ հանդիպման հնարավորություն ունենալ, այստեղ այսօր ներկա են մեր տարվա լավագույնները ճանաչված տնօրեն, ուսուցիչ, խմբակավար, ուսուցչի օգնական, ինչպես նաև մենք տարվա լավագույնների անվանակարգում ներառել ենք նաև դպրոցի հոգեբաններին և նախադպրոցական հաստատության մեր աշխատակիցներին, այսինքն այստեղ կարելի է ասել, որ բավական ներկայացուցչական կազմ ունենք, կրթության ոլորտում ընդգրկված տարբեր օղակներում աշխատող մարդկանց առումով և տարվա լավագույնները մի նախաձեռնություն է, որ մեկնարկել ենք մի քանի տարի առաջ նպատակ ունենալով խրախուսելու լավագույն փորձը և դա տեսանելի դարձնելու։ Շնորհակալություն է ինձ հնարավորություն տալիս ինձ համար շատ հիշարժան հանդիպում է։ Շնորհավորում եմ ձեզ նախաձեռնության համար, որովհետև երբ որ նայեցի անվանակարգերը, իսկապես սովորական նման մտածում եմ, որ կնեն ուսուցիչ, տնօրեն, հետո պարզվեց, որ համարյա, այսինքն համարյա չէ, բոլոր են մարդիկ, ովքեր պատասխանատու են այսօր կրթական համակարգում բարձր որակի մասնագիտական գիտելիք տալու առումով բոլորդ ներգրավված եք եւ շնորհավորում եմ իհարկե նախորդ բոլորիդ, ուրախ եմ։ Ես հասկացա նաեւ, որ սա փաստորեն ազատ մրցույթի ձևով է, հայտարարված է, ովքեր ուզում են մասնակցում են, իրենց ծրագրերն են ներկայացնում եւ ուրիշ չափանիշ չկա։ Սա նորություն է եւ շատ կարեւոր նորություն է, որովհետեւ իրականում ինչն է մեզ պակասում, այսօր միշտ նախաձեռնություններ եւ սա դուք նաեւ խթանում եք հենց այդ նախաձեռնությունները։ Ես չեմ կարող չանդրադառնալ այն կարևորությունը, որ այսօրվա իշխանությունը, քաղաքական թիմը, պետությունը առանձնահատուկ ուշադրություն են դարձնում կրթությանը։ Մենք պետք է նախ եւ առաջ մեր քաղաքացիներին, սերունդին, նոր սերունդին պետք է կրթություն տանք։ Եվ այստեղ շատ կարևոր է իհարկե ձեր դերը, սա ինձ համար եւ ես կարծում եմ պետության համար էլ առաջնագծում կանգնած մարդիկ եք, պակաս չեք զինվորներից, ովքեր մեր անվտանգությունն են ապահովում, հիմա դուք մեր երկրի անվտանգության ապահովողներն եք։ Մեր երկրի ապագան կախված է ձեզնից։ Ես անկեղծ եմ ասում ու պատասխանատվությամբ եմ ասում։ Դուք այն մարդիկ եք, ովքեր որ մեր պետության ապագան է կերտում հիմա։ Որտեղ այն սերունդը, որ դաստիարակում է շնորհիվ նաև ձեր աշխատանքի, այդ սերունդը պետք է մեր պետության ապագան կերտի։ Այդ սերունդը եթե չստացավ համապատասխան կրթություն, ուղղակի չգիտեմ մենք ինչ ենք լինելու։ Մի կարևոր հանգամանք կա, որ միշտ պետք է հաշվի առնենք, սա էլ է մեզ միշտ շեշտում, որ մենք այն երկիրը չենք, որ ունենք հարուստ բնական ռեսուրսներ։ Սովորաբար նավթ, գազ եմ ասում, կարող եք այլել ավելացնել, բայց մենք ունենք մարդիկ, մեր հարստությունը մենք ենք։ Մենք բոլորս, այսինքն մեր մարդիկ, մեր քաղաքացիները, եւ որոնք պատրաստ են նաեւ կրթվելու եւ որոնք հարկավոր է գիտելիք։ Եվ մենք պարտավոր ենք ապահովել այդ միջավայրը, որպեսզի այդ մարդիկ ստանան եւ մեր հարստությունը հետո ինքը նաեւ կստեղծի նոր հարստություն, այսինքն նոր սերունդ, կրթված սերունդ, գիտելիք ունեցող սերունդ։ Ես հասկանում եմ բոլոր այն դժվարությունների, որի մեջ եք դուք, որովհետեւ մենք որպես առանձին ընտանիք մենք չենք կարողանում 1, 2, 3 երեխայի խնդիրները լուծել, որտեղ հիմա շատ պահանջատեր են դարձել իհարկե, շատ յուրօրինակ սերունդ է մեծանում։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ իրապես մենք շատ բարձր ենք գնահատում եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր աշխատանքը գնահատվի, այդում նաեւ վարձատրության հետ կապված խնդիրներ լուծելով, սա պատահական ես չեմ ասում, որովհետեւ իրականում ամեն մի աշխատանք պետք է գնահատվի եւ վարձատրվի։ Այդպես է։ Հիմա այն սկզբունքը չի, որ հիշում եք հայտնի կինոյի մեջ էր ասում, ուսուցչին քիչ են վճարում, բժշկին քիչ են վճարում, որ պետությունը պետություն դարձնել, այսպես չի։ Բոլորին էլ պետք է բարձր վճարել, որպեսզի պետությունը պետություն լինի։ Որպեսզի դուք էլ իսկապես գնահատեք ձեր աշխատանքը, մենք էլ իմանանք ինչպես պահանջներ դնենք ձեր առջև։ Սա երկկողմանի է եւ վստահ եղեք, որ եւ նախարարը, եւ նախարարությունը, եւ կառավարությունը միշտ ձեր ընդհանրապես աշխատանքային պայմանների եւ նաեւ աշխատանքի վարձատրության հետ կապված խնդիրները ցենց առաջին շարքերում է դրված այդ խնդիրների լուծումը։